Արդյոք լուծարումը նշանակում է, որ հայերանական պրոյեկտը չի իրականացվելու եւ մենք արդեն այսպես ասած քաչ ենք քաշում այդ ծրագրի իրականացման։ Ոչ, դա չի նշանակում, որովհետեւ նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն, այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը եւ ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք ծիգերի միավորումը, դա տրանսպորտների իրականացման ծիգ է, որ բոլոր մրցույթները կարող են հայտարարել ծիգի միջոցով։ Հիմա ինչ փուլում եք բանապար երկաթուղու շինարարությունը կա ընդհանրապես։ Ներդրումները կտվեցին այդ process-ը։ Միայն քննարկումների շրջանակում։ Այսինքն որևէ գործընթաց մեկնարկված չէ։ Ներդրումների մասով էլ որևէ նորություն։ Ներդրողների հետ քննարկում։ Պարոն նախարար, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ այդ ծրագիրը իրականություն դառնա, մի քանի տարի է խոսվում այդ ծրագրի մեջ։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, բոլորս էլ հասկանում ենք, որ դա հեշտ ծրագիր չի, դրա համար բոլոր ներդրողների հետ առանձին ուրեմն գիտենք ինչ ենք ուզում, ինչ ենք անելու, ինչ ենք առաջարկելու ներդրողին։ Մենք այսօր ինչ ենք առաջարկում, ոնց ենք շահագրգռելու, որպեսզի մեր հետ իրականացվի ծրագիրը Հայաստանում։ Մենք ունենք ստորագրված մեկ ներդրողի հետ կոնցեսիոն կառավարման հանձնած, իրենց հետ շարունակում ենք քննարկումներ։ Երկու հարց եթե կարելի է, արդյոք այս կառույցի փակումը նշանակում է, որ կառավարությունը մոտ ապագայում իրատեսական չի համարում երկաթուղու կառույցը, դրա համար 11 հոգու աշխատանք ավելորդ է համարում, եւ երկրորդ ձեր գնահատմամբ Հայաստանի տնտեսությունը ներդրումային միջավայրը ինչքանով է նպաստավոր երկաթուղու հայ-իրանական երկաթուղու կառուցման համար։ Առաջին հարցին ես պատասխանեցի արդեն, որ դա չի նշանակում, որ եթե այդ կառույցը փակում է ուրիշ կառույցներին, ես իմ ելույթի մեջ նշեցի, որ դա փակվում է միայն օպտիմալացման պահանջով, իսկ երկրորդ հարցը, որ Հայաստանը ինչքանով է ներգրավելու եւ հետաքրքիր դրան իհարկե հետաքրքիր է ինչի համար, որովհետև դա ամենակարճ տարանցիկ ճանապարհն է Հայաստանը։ Դուք իրատեսական կառավարությունը իրատեսական համարում եք մոտ ապագայում, որ երկաթուղին կկառուցվի։ Ժամկետներ չեմ կարող ասել մոտ ապագայում թե երբ, բայց իհարկե դա ծրագիրը կառավարության հսկողության տակ է։ Որ այլ երկրներ ավելի շուտ իրականացնեն այդ ծրագիրը եւ Հայաստանը դուրս կմնա այդ ծրագրից ընդհանրապես մենք տնտեսական Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան բանակցում են այդ դրան։ Գիտեք, տարբեր երկրներ տարբեր ծրագրեր ունեն, կառուցում են, դա չի նշանակում, որ Հայաստանը եթե նայի ինչ-որ ուրիշը կառուցում է, մենք չպետք է անենք։ Մենք էլ մեր տեսանկյունից պետք է մոտենանք եւ մոտենում ենք եւ ծրագրերը քննարկում ենք։ Հետո դառնա անիմաստ Իրանի համար, հա, այդ Ինչի է կարծում, որ անիմաստ կարող է լինել։ Գիտեք, տրանսպորտային փոխադրումներ կատարում են այսօր եւ Թուրքիայով, եւ Ադրբեջանով, եւ Հայաստանով, դա նոր ուղի է, ես չեմ կարծում, որ դա կարող ենք դուրս Դուք կարող եք ասել, որ լինելու է այդ երկաթուղի։ Օրինակ ձեր նախորդը Բամբեգլարյանը վստահաբար ասում էր, որ այո կլինի, դուք ինչ կարծիք ունեք։ Ցանկալի է որ լինի եւ աշխատանքներ կատարում է ամեն տեսակետի որ լինի։ Հնարավոր ներդրողները որ երկրներից են, միայն Պարսկաստան թե այլ երկրներ են դիտարկվում։ Տարբեր երկրներ, ինչի՞ միայն Պարսկաստան։ Աննախարար, փաթեթ ինչքան է գնահատվում, կառուցման համար որքան գումար է անհրաժեշտ եւ ի վերջո հիմա որ տարբերակն է արդիական, այսինքն Սևանով, այդպես Սևան Մարտունի, Սյունիք, այդպես մոտակա հաշվարկներով դա մոտավորապես 3 միլիարդից ավել է մի քիչ, 3.2 միլիարդ, դա բայց շատ կոպիտ հաշվարկ է, որովհետև դեռ նախագիծը չկա վերջնական, բայց քննարկում են երկու ուղղություն դեպի Սևանի այնտեղից միանալ երկաթգծի եւ քննարկում են նաեւ տարբեր ուղղություններ դեպի երազք, բայց ավելի ստույգ այսօր քննարկում է դեպի Սևանի ավազան։ Աննախարար, այսինքն ներողություն նախագահի հայտարարությունից 2008 թվականի հոկտեմբերին անցել է 8 ավելի քան 8 տարի, ինչու վերջնական նախագիծը 8 տարվա ընթացքում պատրաստ չէ։ Նախագիծ կա, բայց վերջնական չի, ես հայտնություն պատրաստ չէ, ինչ կարող եք ասել։ Որովհետև կառուցապատողը պետք է ինվեստորը, ովքեր որ ներդնում կատարի, ինքը պետք է անի իրեն հարմար նախագիծ։ Ինչ է կարծում եք տարիների ընթացքում մեր պետության խնդիրը որն է եղել, որ ծրագիրը, մինչև որ ուղղակի ծրագիր է եւ դեռ բանակցում է։
Գիտեք ինչ, դա շատ մեծ ծրագիր է եւ այդ ծրագրի իրականացման համար ժամանակ է պահանջում։ Ես չեմ կարող գնահատել դա երկար ժամանակ է թե կարճ, բայց ժամանակ պահանջում է, ցանկացած այդպիսի մեծ ծրագիրը պահանջում է ժամանակ։ Պարոն նախարար, դուք գիտեք գաղտնիք ինչպես ստացվեց, որ Բաքու, Թբիլիսի, Կարս երկաթուղին արդեն շինարարությունը գրեթե ավարտվում է, նորմալ գործարկվում է եւ դրանից կրկին շրջանցեցին Հայաստանը։ Եվ այս ծրագիրը, որը մեր համար ռազմավարական նշանակություններ է, երկար ժամանակ է ձգձգվում է։ Սրա հարցի պատասխանը դուք հարցը ձևակերպեցիք որպես գաղտնիք, եթե որպես գաղտնիքը չգիտեք։ Իսկ խնդիրը որտեղ է, գիտեք, ձեզ համար պարզ է իրողության։ Ներդրումային ծրագիրը այնտեղ ավելի արագ իրականացվում։ Պարոն նախարար, Հայաստանի տնտեսությունը գրավիչ է, արդյոք Հայաստանի տնտեսությունը այդ պոտենցիալ ներդրողին այդ գումարը հետ կվերադառնի։ Այս պոտենցիալ ներդրողի համար ոչ միայն Հայաստանի տնտեսությունն է, այլև միջանցիկ ճանապարհը Հայաստանով, այո, կա Հայաստանով, Իրանից մինչև Սև ծով։ Եվ կարող եք ինչ-որ թվեր հնչեցնել, օրինակ գործարկումից 10 տարի անց ինչ գումար կարող է ապահովել եթե հաշվարկել։ Ոչ, չեմ կարող հիմա հնչեցնել, բայց մոտակա բիզնես պլանով մոտավորապես դա ունենում է յետգնման ժամկետ, կարող է սխալվեմ, մոտ 22 տարվա 22 տարվա ընթացքում նոր յետգնում։ Դա շատ մոտավոր հաշվարկներ են, որովհետև հաշվարկը կարող է լինել ստույգ միայն այն դեպքում, երբ որ նախագիծը հաստատված լինի եւ գնային արժեքը հաստատված։ Պարոն, 3 միլիարդ ընկերությունը, որը լուծարվում է 2011 թվականից բյուջեից ստանում է գումար։ Չլսեցի հարցի մի Այն ընկերությունը, որ այսօր լուծարվում է 2011 թվականից բյուջեից ստանում է գումար։ Կնշեմ երկու արդյունք, ինչ արենք այդ ընթացքում, ինչ երկրածերակարգում։ Մենք դրա համար հիմա օպտիմալացնում ենք, որ ավելի քիչ ծախսենք։ այդ կառույցի վրա ստեղծումից ի վեր։ Ну, եթե տարեկան այսօր հայտարարեցի 37 միլիոն կտնտեսվի, 37? Այո։ Այսքան տարի անիմաստ 2009-ից Ոչ, անիմաստ չի աշխատել, ինքը աշխատանքներ արել է, քննարկումներ արել է, այդ ընթացքում ունենք պայմանագիր մեկ կոնցեսիոն կառավարիչի հետ, ովքեր որ ուսումնասիրությունը արել են, թե քանի թունել է հարկավոր, քանի կամուրջ եւ ինչ ճանապարհ։ Իրենք աշխատանքներ արել են, դա այնպես չի, որ իրենք աշխատանք չեն 185 միլիոն դրամի դիմաց այդ աշխատանքն է։ Քիչ աշխատանք չի կատարվել։ Ես չեմ կարող գնահատել 185 միլիոնի համար դա շատ է թե քիչ է, բայց աշխատանքներ կատարվել են։ Հիմա այս ընթացքում նպատակահարմար են գտնում, որ այդ աշխատանքը կատարի ուրիշ Իսկ ով է փոխարինելու այդ ընկերությունը, եթե սկսեն աշխատանքները։ Ես նշեցի արդեն, դա ունենք երկաթուղու վարչություն եւ երբ որ օրը հասնի մրցույթներին հայտարարելուն, դա կկատարի տրանսպորտների իրականացման ծրագրերի իրականացման ցիկլ։ Կոնցեսիոն կառավարչի անունը կասեք ում է այն բանակցումով է այդ պոտենցիալ ներդրողը։ Դա ինչպես Ռոսիա ընկերությունն է։ Այո, Ռոսիա ՖԶ ընկերությունն է։ Այո։ Շաբաթօրն եմ երթևեկելու, կարող եք գալ հետս երթևեկեք։ Ես շաբաթօրը պլանավորում եմ մեկնել Սևան, որովհետև մոտակա ժամանակներս արդեն տուրիստական սեզոնը կբացվի եւ ուզում եմ տեսնել ինչ ճանապարհով է գնում, ինչ ժամանակով, ինչ բարդություններ կարող է լինել։ Եթե հետաքրքրություն կա, ոչ, բիզնես կուպե չեն նստացնում, ես սովորական գնացք եմ խնդրել, որ ապահովեն եւ եթե ուզում եք կարող եք գալ իսկ Վրաստան երկաթուղու հետ համը շաբաթօրը ժամը 10:30 լինելու են երկաթուղու կայարանում։ Պարոն նախարար, հյուսիս հարավի մասին եկեք խոսենք, էլի, երեք տնօրեն փոխվեց հյուսիս հարավ։ Այո։ Ես ուզում եի ձեր տպավորությունը։ Հյուսիս հարավի տնօրեն չի փոխվել, ես ձեզ ասեմ, հյուսիս հարավ եւ տրանսպորտի ծիգը միավորվեցին եւ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց այնտեղ, որ այդ գործընթացը միավորման ավարտին հասցնեն եւ դրանից հետո կհայտարարվի մրցույթ նոր տնօրենի։ Իսկ այդ ընդհանուր տրանսպորտի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակ կա, չէ՞ առանձին։ Այդ գրասենյակի ղեկավարին դուք փոխել եք, ով է։
հանրապես իր այդ աշխատանքը, որտեղ բոլորը ասում են, որ Գագիկ Բեգլարյանի մարդն էր դրա համար հանեցին եւ այդ օպտիմիզացիայի տակ ոնց որ ուղարկեցին։ Գիտեք, ես խնդրում եմ այդպես չձևակերպեք ինչի համար, որովհետեւ ամբողջ նախարարությունում, եթե նայեք, այսօր փոխվել են մոտավորապես մի 2-3 հոգի եւ ոչ մեկը չի ասում, որ մեկի մարդն է կամ մեկը։ Պարոն նախարար, այսպեսի մի հարց էլ ես հիշում եմ Ռասիա ՖԶ-ի այդ պայմանագիրը ստորագրվեց նախագահական ընտրություններից առաջ, եթե չեմ սխալվում, 13 թվականի, եւ այն ժամանակ հայտարարվեց, որ այդ տեսեք ներդրող ենք գտել։ Կարծում եք դա ավելի շատ քաղաքական այսպես նկատառումները վարվեց եւ իրական ոչ մի բան այդպես էլ չկա։ Ոչ, քաղաքական չի եղել։ Տարիների ընթացքում այդպես էլ մենք տեսանք Ռասիա։ Քաղաքական չի եղել։ Հիմա մոտ ժամանակներս ես հուսով եմ, որ հանդիպում կունենամ իրենց ղեկավարության հետ եւ արդյունքները ձեզ տեղակ կպահեմ։ Առանց ձեզ հարցնելու ես կհրապարակեմ։ Գոհեք որակից նաեւ տարբեր ընկերություններ են տարբեր հատվածներ տրանշներ իրականացնում գործանք Օրվիամը, հետո չինական կարծեմ Սինոհիդրոն, տարբերությունները տեսել եք եւ որակական առումով ձեր տպավորությունը ոնց է։ Որակական առումով տպավորություններս դրական են, կան հատվածներ, որտեղ եղել են խնդիրներ, ես անձամբ եմ եղել այնտեղ եւ ինժեներներն են վերահսկողները վերահսկում են։ Որ հատվածներն են Գիտեք, ցանկացած շինարարության մեջ կարող է լինի ինչ-որ փոքր հատված, որը կատարվի անորակ, բայց դրանք կոնկրետ քանդվել են, նորից են կառուցվել։ Պարոն նախարար, այդ հյուսիս-հարավը միջպետական մայրուղի է, այսինքն ըստ էության նաև տնտեսական նշանակություն ունի խոշոր։ Դրա հարակից տարածքների հետ կապված կա ինչ-որ փոփոխություն, չգիտեմ, կադաստրային արժեքի հետ կապված, հողի վարձակալության հետ կապված, նաև օբյեկտների այսպես կառուցման ծրագրեր կան, թե ոչ, որտեղ հարակից տարածքները, ես հարցը չհասկացա։ Ճանապարհին հարակից այդ հողատարածքները կարող են օգտագործվել տնտեսական նշանակությամբ, չգիտեմ, օբյեկտներ ստեղծեն առևտրի եւ այլն։ Հնարավոր է ինչ-որ կադաստրային արժեքը բարձրացվի դրանց կամ այլ Ոչ, կադաստրային արժեքը չի բարձրացվի, դա աշխատանքներ տարվում են ընդհանուր նախագծերի հետ զուգահեռ նշված է, քանի կիլոմետր մեկ պետք է լինի բենզալցակայան, գազալցակայան, սննդի օբյեկտներ, այո, այդպիսի նախագծեր կան։ Ուր է հասնելու այդ ճանապարհ, որ հատվածներն եք այս տարի։ Դա շատ խիստ կապված է եղանակային պայմաններից հետ, ինչի համար, որովհետև այս տարի ինչպես տեսակ հոկտեմբերից ձյունը սկսեց գալ եւ շատ արագ ցրտեց։ Եթե դա չլինի, որովհետև բետոնային աշխատանքները կատարում են մինչև 5 աստիճան, 5 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում, բայց այս տարի ցավոք հոկտեմբերից դա շատ ավելի իջավ եւ կոնկրետ իմ կարգադրությունն էր, որ չշարունակեին, որպեսզի անորակ ճանապարհ չստանան։ Ինչքան է մաքսիմալ արագությունը հյուսիս-հարավի։ Հյուսիս դա արագությունը դուք նկատում եք մեքենաների 100 կմ/ժ, եթե չեմ սխալվում։ Ձեր կարծիքով նորմալ է, որ միջպետական ճանապարհը, որը պետք է կառուցվի ըստ էության բարձր չափանիշներով, միջազգային չափանիշներով, ընդամենը 100 կիլոմետր, այն ժամանակ էլ են 100 քշում, 90 տրված էր 100 կարողանում ենք քշել։ 10 կիլոմետրի համար արժի այդքան ծախսան է։ Գիտեք, դա միայն 10 կիլոմետրի համար չի։ Իհարկե դա միջին արագությունը բարձրանում է, միջին արագությունը հասնում է 90-ից 100 կմ/ժ, որը որ այսօրվա ճանապարհների միջին արագությունը այդքան չի եւ թույլ չի տալիս այդ արագություններին հասնել։ Եվ բացի դրանից թողունակության հարցն է։ Դա միայն նա չի, որ սահմանափակում կա։ Բացի դրանից սահմանափակումը կախված է նաեւ անվտանգությունից։ Այսօր դուք էլ տեսնում եք, որ շատ հաճախ լինում են վթարներ, որի ընթացքում ցավոք սրտի մարդիկ են մահանում, դա հիմնականում կախված է արագությունների չպահպանելուց արագ։ Կարելի է թեման, պարոն նախարար, հյուսիս-հարավի ամենաբարդ տեղանքներից մեկը Քաջարանի հատվածն է, որտեղ սար պետք է փորվի թունելներ եւ այլն, բայց մենք սկսել ենք ամենահեշտ տարբերակից Երևանին հարակից այդ շրջաններով։ Մենք այս տարի կսկսենք այդ բարդ տեղանքների շինարարությունը եւ հասնենք դեպի Սավանամերձ։ Այդ բարդ տեղանքների շինարարության համար մենք քննարկում ենք մասնավոր ներդրողների հետ, որպեսզի մասնավոր ներդրողը կառուցի այդ հատվածը։ Պարոն նախարար, նույնիսկ այդ եղանակային պայմանների հաշվի առնելով հաստատ կային մինիմումը, որը ծրագրված է հաշվի առնելով բոլոր ֆորս մաժորները, այս տարի իրականացնել հյուսիսարևի, դա որն է, ինչքան։ Գիտեք,
Հողային աշխատանքները կատարվում են նաև ցուրտ եղանակներին, ինչը վերաբերում է բետոնալցման աշխատանքներին։ Բետոնալցման աշխատանքները միջին լավ եղանակային պայմաններում կարող է հասնել մինչև 300 մետր օրեկան։ Այսինքն ինչքան եք նախատեսում այս տարի կառուցել, քանի կիլոմետր եք։ Մենք նախատեսում ենք մյուս տարի հանձնել մինչև Գյումրի 2010 ինքը պլանավորված է 18-ի վերջ, բայց իհարկե ավելի արագ։ Չինական ընկերությունն է, չէ՞, հատված։ Չինական եւ իսպանական։ Պարոն նախարար, դուք որ ձեր մեքենայով երթևեկում եք այդ ասֆալտովի հարավից, ձեզ հարմարավետ զգում եք, անհարթությունը խորտուբորություն չի։ Ես հարավում ասֆալտով չի, բետոնով է։ Բետոնով այդ ճանապարհով։ Ես նույնիսկ այն հատվածում, որտեղ որ հիմա նոր կառուցվել է, ես անձամբ իմ մեքենայով ես նստել եմ ղեկին, երթևեկել եմ այնտեղ, որտեղ արդեն կարելի է եւ որակից գոհ եմ։ Այսօրվա կառուցողը։ Սկսվի աշխատանքները Երևան Արտաշատ հատվածի կամուրջների վերականգնումը, որքան ժամանակից կավարտվի, մինչև տարեվերջ հույս կա, որ նորմալ երթևեկելի կդառնա ու էլ չի քանդվի։ Այո, հույս կա եւ վստահ եմ, որ կլինի։ Մինչև տարեվերջ։ Ես հանդիպել եմ բոլոր շինարարների հետ այնտեղ, իրենց պարտավորեցրել եմ, որ մինչև մայիս բացեն ճանապարհը, իհարկե պարտավորեցնելը դեռ չի նշանակում, որովհետև դա եւ իմ ցանկությունն է եւ պահանջը, որ իրենք մինչև մայիս բացեն ճանապարհը դեպի Արարատ գնացող, այո, բայց կամուրջները դեռ չեն վերջացնի, արդեն կամուրջի վրայի շինարարությունը զուգահեռ կշարունակեն մինչև սեպտեմբեր կամուրջները։ Շրջանցիկ ճանապարհների լուսավորությունը ոնց որ ինչ որ չափով բարելավվել է, չէ՞։ Մի կտորով մնացած հատվածներում նորից նույն վիճակն է։ Ես ճիշտն ասած այդ հազանգից հետո եղա այնտեղ եւ ոնց որ նորմալ էր։ Եթե ինչ որ պրոբլեմատիկ։ Չէ, ես հասել եմ մինչև վերջ։ Հասել եմ մինչև վերջ։ Ես գնալուց չեմ զգուշացնում։ Ասացիք, որ մարզային տրանսպորտը գույքագրել եք, ամենակարևոր խնդիրները որոնք են, որ բերեք հանել։ Չէ, մարզային տրանսպորտը չենք գույքագրել։ Գույքագրել ենք ընդհանուր տրանսպորտային հաղորդակցությունների իրավիճակը։ Եվ շատ շրջաններ կան, շատ գյուղեր կան, որտեղ որ ապահովված չեն։ Իհարկե այսօր մենք մի հատ ծրագիր ենք մշակում, որպեսզի ապահովենք բոլոր համայնքներին տրանսպորտային գոնե մեկ տրանսպորտային միջոց, որը կապը ապահովի։